Գուցե 2026 թվականի ընտրություններն են պատճառը, իսկ գուցե ոչ, բայց քաղաքի կենտրոնում շինարարական աշխատանքները եռում են։ Արդեն 10 օրից ավել է շինարարական վերանորոգման աշխատանքներ են ընթանում Զորավար Անդրանիկի մետրո կայարանի կամ ինչպես ընդունված է հասարակության մեջ ասել, Ռոսիա առևտրի կենտրոնի գետնանցումում։ Մեր տեսախցիկը ֆիքսել է շինաշխատանքների ընթացքը, այն անհարմարությունը, որը ստեղծվում է փողոցի մեկ կողմից մյուսը անցնող քաղաքացիների համար։ Գետնանցումի հետ կապված շատ է անհարմարություն ձեզ պատճառում շինարարը։ Անկեղծ ասած, ես այս տարածքում չեմ ապրում եմ Բայրոնի վրա, բայց դե հիմա նայեք, հենց հիմա նայեք, անհարմարություն չէ, մեծ փոշին, որ բարձրանում է, մարդիկ շնչում են այդ փոշին, անցուդարձին խանգարում է, իհարկե անհարմարություն է պատճառում, հետո շատ կեղտոտ ու փնթի շինարարություն են անում։ Այս ամեն ինչը կարելի է շատ ակուրատնի անել, որ մարդկանց չխանգարել։ Հիմա պետք գնամ այն կողմից անցնել։ Այսինքն ավելի երկար ժամանակ եք ծախսում, քան այն ժամանակ է։ Մարդիկ լավ էլ անցնում են, Չասենք, ենա պատասխանը տեսեք էլ երևում է։ Դե շատ են, դե ժողովրդի համար է պարզա, գետնացումը, որ գետնակու անցնեն, անվտանգել է։ Երևանի քաղաքապետարանից սպասելով պատասխանի, թե որ ընկերությունն է իրականացնում շինարարական աշխատանքները եւ որքան կտևեն դրանք, փորձեցինք բարձել այդ ամենը նաեւ տեղում։ Մեզ հետ հեռախոսով զրուցեց Սարգիս ՍՊ տնօրենը, ում խոսքով իրենք վարձակալել են գետնանցումը եւ իրենց 2 տարի ժամկետ է տրվել շին եւ վերանորոգման գործընթացը ավարտին հասցնելու։ Մեր զրուցակցի խոսքով եւ հավաստումով, սակայն, իրենք կավարտեն աշխատանքները ոչ թե 2 տարուց, այլ 12 օրից։ Թե որքանով է դա իրատեսական, թողնում ենք ձեր դատին։ Ասում են 12 օրից կավարտվի շինարարությունը։ Ինչ շինարարություն։ Գետնանցման վերանորոգում։ Դժվար է այդքան։ Սա քարուքանդ է։ Հեսին 12 օրում երբ կավարտվի։ Հեքիաթներին ով հավատում ախորպես։